Ես իմ գործընկերներից օրինակ վերցնելով չեմ կարդալու գրված ճառը, որովհետև իրականում դրա կարիքը չունեմ։ Հարգելի կառավարության գործընկերներ, հարգելի հյուրեր, հարգելի քույրեր եւ եղբայրներ, հայրենակիցներ, իրոք ինձ համար մեծ ուրախություն է Ամերիկայի հայ ավտոանչական ընկերակցության բոլոր միջոցառումներին ներկա լինելը։ Ինչու՞, որովհետև դուք արդեն լսեցիք, տեսաք ձեր աչքերով, այստեղ տեղում նաև վայելեցիք այն փոքր մասնիկ աշխատանքների, որոնք AMA-ը իրագործել է տարիների ընթացքում եւ շարունակում է իրագործել Հայաստանում։ Այս ամենը արվում է շատ լուր, առանց ավելորդ աղմուկի, առանց այսպես շոու էֆեկտի։ Արվում է, որովհետեւ սա մի կառույց է, որը ծնվել է հոգեվոր արժեքների հիման վրա, եւ այդ հոգեվոր արժեքները իրականացնում է ֆիզիկական ձևով։ Այսինքն այն ամենը, ինչի մասին, որ AMA-ի մասնակիցները կամ անդամները, բարերարները խոսում են, նրանք ի կատար են ածում, կյանքի են բերում իրական կյանքում։ Սա հավատացեք, որ բավական բացառիկ երևույթ է, որտեղ մենք շատ ունենք դեպքեր, երբ մեր հայրենակիցները եւ ոչ միայն մենք դրանով աչքի չենք ընկնում, ընդհանրապես մարդիկ խոսում են մի բանի մասին, բայց չեն անում այն, ինչ որ ասում են։ AMA-ի դեպքում ճիշտ հակառակն է։ Շատ քիչ է խոսվում, շատ է արվում։ Եվ ես սա չեմ ասում պարզապես այսպես հերվից, որպես նայող անձնավորություն, այլ մի մարդ, որը ամենօրյա կապի մեջ է AMA-ի հետ, տարբեր ծրագրերի շուրջ, եւ ժամանակը ապացուցել է, որ AMA-ը մեր գլխավոր գործընկերներից մեկն է, որը մենք շատ գնահատում ենք եւ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ձեր տարած աշխատանքի համար։ Ուզում եմ նաև մի փոքր ուշադրություն սևեռել նաև այն մարդկանց վրա, որ առանց ում նվիրվածության, առանց ում զոհողությունների, առանց ում նվիրաբերությունների այս աշխատանքները չեն կարող իրականանալ։ Դրանք բարերարներն են։ Դրանք այն մարդիկ են, որոնք իրենց ունեցվածքից կտրելով կիսվում են իրենց քույրերի եւ եղբայրների հետ, այն մարդկանց հետ, որոնք չունեն նման հնարավորություններ, հասկանալով, որ մեր ընդհանուր շահը ամեն մեկիս անհատական շահն է։ Ես ուզում եմ ձեզ հատուկ շնորհակալություն հայտնել, շատ լավ կազմակերպության եք աջակցում, շատ լավ նպատակների այն ծառայում եւ ուզում հատուկ նշել, որ AMA-ի աշխատակազմը եւ Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում, լինի Փարամասում, թե լինի Երևանում, թե լինի Լոս Անջելեսում, բոլորը մարդիկ են, որոնց հետ հաճելի է աշխատել։ Եվ դա կրկնում եմ, մենք այսպես չենք կարող անտեսել։ Ես ուզում եմ շնորհավորել Հանքավան ճամբարի այս վերաբացման կապակցությամբ, բայց ինչպես նշեցին իմ գործընկերները, սա զուտ մի երևույթ է, սա մի նախաձեռնություն է, մի շարք նախաձեռնությունների մեջ եւ վերջինը չի լինելու։ Հետևաբար այդ նույն ողով ուզում եմ շնորհակալություն հայտնել, անգլերեն էլ ուզում եմ եւս երկու բառ ասել, նորից քաջալերելով մեր հայրենակիցներին. I just want to share a few words in English. None of this, all these wonderful things that we talked about, everything that you saw on the screen, everything that you saw here physically is possible without those people that actually contribute to the AMA. So it's the individual members, it's the contributors, it's those people that don't just talk the talk, but walk the walk. Those people that want to fill the necessary gaps that exist in the state system. For example, in Armenia. Armenia is not the wealthiest country in the world. We have many gaps in our social system. And an organization like AMA steps in and fills a significant part of that gap. So thank you for that. Thank you for the support. And thank you to AMA for everything that you do for Armenia and the Armenian people throughout the world. Thank you.